Տիպի մարտական ուղղաթիռների խումբը գլխավորում է փոխգնդապետ Վյաչեսլավ Մոստով։ Հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը զինված ուժերում տարեց տարի ավելանում է։ Երկժամանակակից պարասիտությամբ, կատիարքիական ծոցներով զինված և հատուկ պատրաստություն անցած այդ ստորաբաժանումները ունակ են կատարելու զանազան մարտական խնդիրներ ամենատարբեր ու բարդ իրավիճակներում։ Հատուկ նշանակության ստորաբաժանումները համալրված են արդիականացված գնդացիրներով, բարձր ճշգրտության հակատանկային կառավարող հրկերային համալիրներով, հեռահար նշանառում, ինչպես նաև ժամանակակից մարտվարելով այլ կերպ ուժերի սպառազինությամբ, համալրված գրոհային, տարբեր խնդիրներ կատարող դիպուկահարների, լեռնային պատրաստության, քրակով ապահովման, գիշերային տեսանելիության և հատուկ նշանակության այլ խմբերով։ Հրապարակում անցնող անօգնաչափները, որոնց տրվել է կռում գեղեցիկ անվանումը հայաստանյան ռազմական արդյունաբերական համալիրի նորագույն արտադրատեսակներից է։ Իրենց մարտավարատեխնիկական տվյալներով այս սարքերը չեն զիջում օտարերկրի արտադրության ժամանակակից Գերճշգրիտ տվյալներ։ Հրապարակ են մտնում ռադիոէլեկտրոնային պայքարի մարտական կայանները, որոնք նախատեսված են ապակազմակերպելու հակառակորդի զորքերի և զենքերի ղեկավարման համակարգերը։ Մարտունակ ու ժամանակակից տեխնիկայով հագեցած ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները շուրջօրյա մարտական հերթապահություն են իրականացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների տարածքներում, կատարելով իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Ռադիոէլեկտրոնային պայքարի զորամասերի ժամանակակից հատուկ տեխնիկայի քանակը մշտապես համալրվում է։ ԶՀ-80 տիպի զրահապատ ավտոդրամեքենաների մեկնարկով հրապարակին են մոտենում մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Հայկական բանակի տանկիստները, խորհրդային միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազած Բաբաջանյանի գործի շարունակողներ։ Զինված ուժերը համալրված են տանկային, մոտոհրաձգային և զրահատանկային զորամասերով, որոնք միշտ պատրաստ են կատարել մարտական ցանկացած հարցադրամ։ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անդրանությունական բրիգադը զրահատանկային զորամասերի կրտներ հրամանատարների պատրաստման իսկական դարբնոց է։ Դրա լավագույն ապացույցը մարտական զորավարժությունների ժամանակ ամենաբարձր գնահատականին արժանանալն է։ Զինված ուժերի զրահատանկային տեխնիկան տեղափոխվում է հատուկ ռազմականացված և հզորացված արագընթաց քարշակների վրա, ինչը զգալիորեն մեծացնում է նրանց շարժունակությունը, արագ զորաշարժեր և լուսավարումներ կատարելու հնարավորությունները և միանգամից մարտի մեջ մտնելու պատրաստականությունը։
Գեներալ մայոր Ալբերտ Մարտոյանի հրամանատարությամբ հրապարակ են մտնում զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու զորաբաժանումները, որոնք ձևավորվեցին 1992 թվականի մարտական գործողությունների զուգընթաց։ Առաջին շարքում հրետանային հետախուզության և գրակի կառավարման ավտոմատացված ժամանակակից համակարգեր են։ Այս համակարգերը կարող են հայտնաբերել հակառակորդին, որոշել տեխնիկայի և սպառազինության տեսակը։ Համալրված լինելով ժամանակակից թվային սարքավորումներով, մակարգերը ընդունակ են ցանկացած պայմաններում ճշգրիտ որոշել հրատիպության տվյալները և արդյունավետ սպասարկել հրետանու գրակը։ Հրապարակող ինքնագնաց հրետանային ստորաբաժանումներն են, որոնք ունենալով բարձր խուսավարման հնարավորություններ, իզորել հակառակորդին հասցնելու հանկարծակի և ծածուկ հուշու կրակային հարվածներ։ Հրապարակում են հակատանկային հրետանու զորաբաժանումները գնդապետ Սարգիս Տարաքչյանի ղեկավարությամբ։ Հակատանկային զորաբաժանումները նորագույն կառավարվող հրթիռներով կարող են խոցել հակառակորդի արդիականացված զրահատեխնիկան։ Հակատանկային արդիականացված համալիրները կառավարվող հրթիռներով կարող են խոցել հակառակորդի զրահատեխնիկան, ավերել առանձին ինժեներական կառույցներ։ Մյուսը շարունակում են հակատանկային թնդանոթները, որոնք նախատեսված են հակառակորդի կենդանի ուժն ու զրահատեխնիկան խոցելու համար։ Հրետանային ստորաբաժանումները հրետանային ստորաբաժանումների հրամանները իզորում են չեզոքացնելու հակառակորդի մինչև 33 կիլոմետր հեռահարության նշանակետով։ Կողմային հրետանու զորաբաժանումները գլխավորում է գնդապետ Ռաֆիկ Շահգերդյանը։ Ծնունդ առնելով այցակյան պատերազմի գրակների մեջ, հրետանի հարավոր մարտական ճանապարհ անցավ։ Նրա հուշու և անկասելի հրվանքները հողմատների վարեցին հակառակորդի գործունեությունները, կանխեցին առաջխաղացումը։ Այսօր էլ մեր հրետանավորները պատվում են կատարում իրենց պարտականությունները։ Հրապարակով անցնող հրանոթները հանդիսանում են հեռահար հարվածի հուշկու միջոցներ։
Հրապարակ են մտնում համազարգային կրակի ռեակտիվ և հրթիռային համակարգերի ստորաբաժանումները, փոխգնդապետ Սուրեն Մարտիրոսյանի հրամանատարությամբ։ Մեր զինված ուժերի ռեակտիվ հրետանային հաջողությամբ կատարեց իր առջև դրված խնդիրները, ստիպեց հակառակորդին դադարեցնել սահմանների և բնակավայրերի ռմբահարումները։ Հրթիռային զորքերի և հրետանուհերները շարունակում են համազարգային կրակի ռեակտիվ համակարգի ստորաբաժանումները։ Մենք անհուն երախտագիտությամբ ենք հիշում Արցախյան հերոսամարտում հերոսաբար զոհված բոլոր հրետանավորներին, որոնց շնորհիվ հայոց հրետանին իր արժանի ավանդ ունեցավ մեր հաղթանակներում։ Հրապարակում են համազարգային կրակի ռեակտիվ համակարգի ստորաբաժանումները, որոնք իզորու են ոչնչացնելու հակառակորդի կենտրոնի ուժի և տեխնիկան, ռազմական և պետական օբյեկտները։ Եվ շարունակում են զինված ուժերի հրթիռային ստորաբաժանումները գնդապետ Մարակ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Հրապարակում են մարտավարական նշանակության հրթիռային ստորաբաժանումները։ Այս ստորաբաժանումները կարող են երկճշգրիտ, արագ, հիպուկ և արդյունավետ հրթիռային հարվածներ հասցնել հակառակորդի կարևորագույն նշանակության օբյեկտներին։ Հրապարակ են մտնում օպերատիվ մարտավարական նշանակության հրթիռային համակարգերի ստորաբաժանումները։ Այս համակարգերը կարող են ոչնչացնել ռազմավարական նշանակության օբյեկտներ։ Հրապարակ են մտնում օպերատիվ մարտավարական նշանակության հրթիռային համալիրների ստորաբաժանումները։ Այս համալիրները թույլ են տալիս հաղթահարել հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունը և երկճշգրիտ կետային հարվածներ հասցնել ու ոչնչացնել ռազմավարական նշանակության օբյեկտները։ Հայոց բանակի հրետանավորների և հրթիռավորների Գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ հրապարակ են մտնում փառապանտ ճանապարհ անցած հակաօդային պաշտպանության զորքերը։ Արշավի դարձում են հայրենական ռազմաարդյունաբերական ձեռնարկություններում արդիականացված օգստակարերի դերիկային հրթիռային համալիրները, որոնք երկրային դրսևորեցին Հայկական դիվիզիոնների կարողությունները հնարավորություն են տալիս ստացեցնելու բոլոր օդային հարձակումները հակառակորդի օդային տարածության խորքում, միաժամանակ ոչնչացնելու 30-ից ավելի օդային հարձակման միջոց։
Տրիբունային մոտենում արդիականացված S125 զենիթային հրթիռային համալիրներով զինված ստորաբաժանումները, որոնք ուղղակ են խոցելու մինչև 25 կիլոմետր հեռավորությամբ և 18 կիլոմետր բարձրությամբ նշանակետեր։ Հրապարակում արդիականացված Ստրելա 10 զենիթային հրթիռային ստորաբաժանումներն են, որոնք վստահորեն իրականացնում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օդային սահմանների պահպանությունը։ Բարձր շարժունակությամբ ուշված այս համալիրները հաջողությամբ են իրականացնում հակաօդային պաշտպանության խնդիրները սահմանային փոքր և ցածր հատկություններով։ Հրապարակում արդիականացված բուք զենիթային հրթիռային ստորաբաժանումներն են, որոնք կարող են ոչնչացնել բոլոր տեսակի օդային տիրակները, ապահովելով հակաօդային պաշտպանությունը մեծ բարձրություններում։ Հրապարակում է S300 զենիթային հրթիռային համակարգը, լեռնային պայմանների համար հատուկ կարգավորված S300 զենիթային դիվիզիոնները վերահսկում և անառիվ են պահում Հայոց Հանրապետության ողջ օդային տարածությունը։ Հակաօդային պաշտպանության միջոցները կոլեկտիվ օգտագործման զենք են և պահանջում են բարձր մասնագիտական պատրաստություն, հմուտ կառավարում և համակողմանի ապահովում։ Հայ օտարքնությունները վկայում են, որ հին և միջնադարյան հայկական թագավորությունների բանակներն ու նախարարական տների զորախմբերը ունեին սերբական մարտական դրոշներ։ Մարտական դրոշը յուրաքանչյուր ցին ծառայողի հայրենիքին ազնվիրաբար ծառայելու, այն խիզախորեն պաշտպանելու, նույնիսկ անունն ու կյանքը չխնայելով, հայրենի հողի յուրաքանչյուր քիզը պաշտպանելու սրբազան պարտքի հիշեցումն է։